1895 թվականին Գևորգ arczepiskopos Սուրենյանցի միջնորդությամբ ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Վանեցին մի հատուկ կոնդակ հրապարակեց։ Խրիմյան հայրիկի կոնդակով հայ եկեղեցին պաշտոնապես ընդունեց նոր մշակած պատարագը և սկիզբ դրվեց բազմաձայն պատարագի կատարմանը։ Թեև ընդարձակ քննարավիպական պատարագն այս ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական գլուխգործոցն է, բայց եւ այնպես սքանչելի են նաեւ նրա ժողովրդական եւ հոգեվոր մեղեդիների խմբերքային մշակումները։ Մակար Եկմալյանը ծնվել է Վաղարշապատում 1856 թվականի փետրվարի 2-ին, Ալաշկերտի շրջանի Եկմալ գյուղից գաղթած ընտանիքում։ Նրա մանկությունը և պատանեկությունն անցել է Մայր Աթոռի եկեղեցական ու կրոնական միջավայրում։ Դեռ 9-10 տարեկան նա դարձել է գյուղական եկեղեցու փոխասած և իր մանկական ձայնով շարականներ երգել։ Մակարը կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա 10 տարի սովորել է Էջմիածնի ժառանգավորած վարժարանում, որտեղ աշակերտել է հայտնի երաժշտագետ և շարականագետ Նիկողայոս Թաշչյանին։ Թաշչյանը Պոլսից Էջմիածին էր հրավիրվել հայ հոգևոր երաժշտության գանձերը գրի առնելու։ Նրա շնորհիվ Եկմալյանը վարպետանում է հայկական ձայնագրության մեջ, իր ակտիվ մասնակցությունն է ունենում պատարագի գրառմանը և շարակնոցի ժամգրքի լույս ընծայմանը։ Թաշյանի իր ուսուցչի հետ միասին սկսում են գրել հոգևոր երգեր, միջնադարից, ուրեմն եկեղեցական երգեր, որոնք Բերնեբերան եկել հասել էին ուրեմն այդ օրերը, իսկ քանի որ հոգևոր երգերի մի մասը ձայնագրված էին խազերով, ու խազերը ինչպես հայտնի է դրա վերցանման ուրեմն գաղտնիքը այդպես էլ մնաց անհայտ, դրա համար 1815 թվականին Համբարձում Լիմոնջյանը, այդպիսի մի երաժիշտ ունենք, նա ստեղծեց հայ նոր ձայնագրության մի շեր, որպեսզի ձայնագրեն և մոռացությունից փրկեն այդ մեր միջնադարյան երգերը, հատկապես եկեղեցական երգերը։ Ինչու՞ չէ Կոմիտասը հետագայում այդ ձայնագրությամբ նա ուրեմն ձայնագրեց նաև ժողովրդական երգերը։ Շատ մատչելի և շատ այսպես ընդունելի ձայնագրության համակարգ էր այդ ժամանակի համար և բոլոր դպրոցներում հոգևոր և եկեղեցական թե մյուս դպրոցներում անցնում էին այդ ձայնագրության համակարգը, այդ նոտագրության այդ համակարգը հայկական։ Եվ դրա համար ուրեմն դա հիմք հանդիսացավ Մակար Եկմալյանի համար, որպեսզի նա ավելի խորանա երաժշտության տեսության մեջ և հենց դա էլ պատճառ է հանդիսանում, որ նրան հրավիրում են 1874 թվականին աշխատելու Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Ավարտելով ժառանգավորած վարժարանը 1874 թվականին Եկմալյանը նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ։ Մի քանի տարի անց Էջմիածնի սինոդը և անձամբ կաթողիկոս Գևորգ IV-ը աշխատասեր հմուտ երիտասարդին գործուղում են Պետերբուրգ, որտեղ էլ Եկմալյանը ապրում է 1877-ից մինչև 91 թվականները։ Փաստերի համաձայն Եկմալյանին հանձնարարված է եղել Պետերբուրգի հայ եկեղեցու ծառայողներին հայկական նոտագրություն սովորեցնել, բայց հենց առաջին ամիսներից նա նյութական սուր կարիքի մեջ էր, Էջմիածնից ստանում էր շատ քիչ ռոճիկ, որով չէր կարողանում ռուսական կայսրության մայրաքաղաքում իր գոյությունն ապահովել։ Նա ստիպված էր նամակներ գրել և մի փոքր օգնություն խնդրել Մայր Աթոռից։
Ուշիմ ու աշխատասեր Եկմալյանը սակայն չի հաստատվում աղքատության պատճառով եւ բարձրագույն կրթություն ստանալու եւ եվրոպական նոտագրություն ու տեսություն սովորելու որոշում է կայացնում։ Հետաքրքրական է, որ այս գործում իր խոշոր լուման է ունեցել հայամայնքը, մասնավորապես ականավոր մանկավարժ ու նախկին դպրոցատեր Գաբրիել Պատկանյանը, ով նաև իր որդու գրող Ռաֆայել Պատկանյանի եւ բանաստեղծ ու հասարակական գործիչ Միքայել Նալբանդյանի առաջին ուսուցիչն է եղել։ Այդպես հայազգի թարահար երիտասարդը, ով լավ չէր տիրապետում ռուսերենին եւ անծանոթ էր եվրոպական երաժշտական մշակույթին, ընդունվում է ռուսական առաջավոր կրթական հաստատություններից մեկի Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժինը։ Եկմալյանն այստեղ կատարելագործել ու զարգացրել է իր մասնագիտական որակները։ Ուսմանը զուգահեռ նա ստանձնել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը եւ ղեկավարել եկեղեցու երգչախումբը։ Ստորեն երկար ժամանակ նա Պետերբուրգում մնում է եւ սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում Սալավյևի, Լյադովի կոմպոզիտորներ դասարանում, ինչպես նաև մեծ ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի մոտ նաև։ Այնպես որ նա շփվում է այդպիսի ուրեմն ռուսական մասնագետների, երաժիշտների, կոմպոզիտորների հետ եւ բավականին լուրջ գիտելիքներ է ձեռք բերում Եկմալյանը։ Մակար Եկմալյանը մեր այն առաջին կոմպոզիտորն է, ով ուսանել է բարձրագույն երաժշտական կրթական հաստատությունում։ Մինչ այդ մեր կոմպոզիտորները կամ անվանի մարդկանց մոտ էին սովորում, ինչպես Եվրոպայում ընդունված էր նաև։ Կամ ասենք որոշ դեպքերում, մասնավորապես Քրիստոֆոր Կարամուրզայի դեպքում գրեթե ինքնուս կոմպոզիտոր, իսկ ահա Մակար Եկմալյանը առաջին հայ կոմպոզիտորն է, ով եվրոպական բարձրագույն կրթական հաստատություն է ավարտել եւ այսպես ասենք դիպլոմավորված կոմպոզիտոր էր, այն էլ շատ հեղինակավոր երաժիշտների մոտ էր սովորել։ Եկմալյանն ավարտել է կոնսերվատորիան եւ իր ավարտական դիպլոմային աշխատանքով վարդը կանտատով արժանացել է շատ հայտնի երաժիշտների դրվատանքին։ Դեռ այս տարիներից սկսած կոմպոզիտորը զբաղվել է հայկական պատարագի մշակմամբ։ Ուսումնառությունը վերջացնելով Եկմալյանը վերցրել է Չայկովսկու եւ Ռուբինշտեյնի հանձնարարական նամակները եւ եկել Թիֆլիս։ 1891 թվականից սկսած նա երկար տարիներ երաժշտություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում, ստեղծելով 70 հոգուց բաղկացած քառաձայն տղամարդկանց երգչախումբ, որն էլ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից։ Այս երգչախումբը Կիրակի օրերին կատարում էր պատարագը Մայր տաճարում։ Նաև տոնների առիթով համերգներով էր հանդես գալիս, որոնք իրենց երաժշտական թարմության եւ գեղարվեստականության շնորհիվ Թիֆլիսում ապրող հայերի, վրացիների եւ ռուսների հետաքրքրության կենտրոնում էին։ Նա ունեցել է այնտեղ շատ լավ երգչախումբ, արական երգչախումբ տղաների եւ ականատեսների ուրեմն պատմելով այդ ժամանակաշրջանի նրա երգչախումբը հասնում էր մինչև կատարողական իմաստով պրոֆեսիոնալ մակարդակի։ Այսպիսին է եղել նա որպես խմբավար։ Շատ լավ երգչախումբ է ունեցել եւ բավականին ամերիկային գործունեություն է ունեցել։ Ինչպես ձեզ հայտնի է, նոր էր սկսվում հայ իրականության մեջ բազմաձայն երգեցողությունը, սկսած Կարամուրզայից, եթե այսպես հաշվենք, Կարամուրզա, Մակար Եկմալյան, նրանք նոր մեր մոնոդիկ, դարերից եկող մոնոդիկ մեղեդիները նոր բազմաձայնում էին, դարձնում էին ուրեմն որպես բազմաձայն երգեր։ 1893-94 թվականներին Եկմալյանը դասավանդել է ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, բայց շուտով տարաձայնությունների ու վեճերի պատճառով թողել է պաշտոնը։ Նա լայն թափով իրականացնում էր պատարագի մշակումը, իսկ
1896 թվականին Եկմալյանն արդեն լույս է ընծայում երգեցողություն Սրբո Պատարագի պարտիտուրան։ Պատարագի ամբողջացումը, պատարագի երգացությունների ամբողջացումը կարող ենք թվագրել 1892 թվականով։ Թեև ինքը դա հրատարակել է 1896-ին։ Հրատարակել է ժամանակին շատ հայտնի, այսօր էլ եվրոպական իրականության մեջ շատ հայտնի հրատարակչատանը Բրայթկոփ եւ Հերտել հրատարակչությունում եւ հրատարակությանը նպաստել են նաեւ Մխիթարյանները Վիեննայի, որովհետեւ հայատառ ամբողջ տեքստը հավաքել նոտաների տակ օգնել են Վիեննայի Մխիթարյանները։ Հրատարակությունը, եթե դուք հիմա էլ նայելու լինեք, ունի նախաբան, որը գրել է հետագայում ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանցը։ Այսինքն ժամանակի ամենաբարձր մակարդակով կատարված հրատարակություններից մեկն էր սա։ Ուրեմն այդ երգացությունները մշակված են 3 տարբեր կազմերի համար՝ եռաձայն արական խմբի, քառաձայն արական խմբի եւ քառաձայն խառը կամ երկսեր խմբի համար։ Մինչ նրա գլուխգործոցի պատարագի հրատարակումն ու ամբողջական կատարումը ստեղծագործության տարբեր հատվածներ՝ Սուրբ Աստված, Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ, Հայր մեր, Տեր ողորմյա եւ այլն, Ներսիսյան դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչել են եկեղեցում եւ հետագայում էլ հաճախ առանձին կատարվելով ինքնուրույն երաժշտական կյանք են ունեցել։ Երգեցողություն Սրբո Պատարագի ստեղծագործության սյուժետային հիմքը Քրիստոսի եւ առաքյալների խորհրդավոր ընթրիքն է, հիմնված հոգևոր ավանդական եղանակների վրա։ Մշակված է 3 տարբերակով՝ եռաձայն արական, քառաձայն արական, քառաձայն խառը կազմի երգչախմբերի, մենակատարների եւ նվագարանի համար։ Սահմանված կարգի համաձայն պատարագը քննել եւ բարձր են գնահատել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի եւ Կայսերական կապելլայի խորհուրդները։ Այն դրվատանքի է արժանացել Անգլիայի եւ Գերմանիայի երաժշտական շրջանակների կողմից։ Հետագայում գովասանքի խոսք են ուղղել նաեւ նշանավոր երաժիշտներ Ջուզեպպե Վերդին եւ Կամիլ Սեն-Սանսը։ Պատարագի մասին խոսելիս անպայման պետք է ասել, որ սա էլ որոշակի իմաստով եզակի բան էր, որովհետև գիտենք, որ հայ եկեղեցում երգեցողությունը միամեղեդային երգեցողություն էր, տերմինով եթե արտահայտվել ունենք, կասենք մոնոդիկ։ Առասարակ ժողովրդական արվեստն էլ մեր երաժշտական մտածողությունը մոնոդիկ մտածողություն է կամ միամեղեդ, չասենք միաձայն, որովհետև միամեղեդայնությունը միաձայնությունը չէ միայն։ Ուրեմն այդուհանդերձ առաջին հեղինակներից մեկն էր Մակար Եկմալյանը, չասենք առաջինը, առաջիններից մեկն էր, ով բազմաձայն երգեցողություն բերեց հայ եկեղեցի։ Այն տարիներին Թիֆլիսահայոց թեմակալ առաջնորդ Գևորգ arczepiskopos Սուրենյանցի հովանավորությամբ դա տեղի ունեցավ, հետագայում սա կդառնա հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ։ Եվ նաև Գևորգ Սրբազանի աջակցությամբ էլ ժամանակի հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան հայրիկը կաթողիկոսական կոնդակով այս պատարագը կընդունի իսպաս հայ առաքելական եկեղեցու։ Մինչ այժմ հայ եկեղեցում կիրառվող պատարագներից ամենակենտրոնականը սա է, այսինքն երգացությունները մենք նկատի ունենք, այստեղ անհրաժեշտ է հստակեցնել, որովհետև երբ խոսում ենք պատարագի մասին, առաջին հերթին օրենքով կամ ծիսակարգով մենք պետք է նկատի ունենանք պատարագամատույց Սմատյանը։ Սա ընդհանուր է հայ եկեղեցու համար առհասարակ եւ սա երաժշտի գործ չէ, սա ծիսական հուշարձան է։ Իսկ երգասացությունները կամ դրանց բազմաձայնությունները մեր իրականության մեջ եւ ոչ միայն մեր իրականության մեջ առհասարակ բազմազան են լինում։ Սովորաբար կարող են մշակվել մի շարք կոմպոզիտորների կողմից կամ ստեղծվել նրանց կողմից։ Մեր եկեղեցում կիրառվող երգասացությունների տարբերակները պատարագի հիմնականում երկու խմբագրությամբ կամ երկու հեղինակի մշակմամբ են կիրառվում Եկմալյանի եւ Կոմիտասի։ Որոշ բացառություններ եղան հետո խորհրդային տարիներին նաեւ Մեյխանաջյանի կողմից մշակված պատարագը Վազգեն կաթողիկոսի օրոք ընդունվեց կիրառություն։ Նրա ժամանակակից անուշավան Տեր Ղևոնդյանը կոմպոզիտորի եւ նրա կատարած աշխատանքի մասին նշել է. Արտաքինից թողնում էր ճշտապահ եւ բծախնդիր մարդու տպավորություն։ Դեմքին միշտ լուրջ ու մտահոգ արտահայտություն կար։
Իր պատարակը նա ունկնդրում էր խիստ կենտրոնացած։ Նրա դեմքին կարելի էր կարդալ ամեն մի սխալ հնչող նոտա, եթե լինում էր այդպիսին։ Երաժշտին վրդովեցնում էր այն, որ մեներքերի կատարման ժամանակ ունկնդիրներն առաջ էին մղվում մենակատարներին տեսնելու համար եւ դրանով աղմուկ էին առաջ բերում։ Նշենք, որ Եկմալյանը երկու պատարակ է գրել, մեկը նման էջմիածնում տպված պոլսական տարբերակին եւ մյուսը նման ռուսահերի գործածած էջմիածնական տարբերակին։ Իսկ ինչպիսին էին Կոմիտաս վարդապետի եւ Եկմալյանի հարաբերությունները։ Այս հարցին արժե անդրադառնալ, քանի որ դրանք բազմաթիվ չարչարքումների առիթ են տվել։ Կոմիտասը եղել է Եկմալյանի աշակերտներից եւ միշտ մեծարանքով է խոսել իր ուսուցչի մասին։ Նա Արարատ թերթում նյութ է տպագրել Եկմալյանի պատարակի մասին, որին շատ բարձր գնահատական է տվել, քննադատելով առանձին հատվածներ միայն։ Ընդհանուր առմամբ Կոմիտասը հանդես է եկել Եկմալյանի առաջ քաշած պարսկա-արաբական կազմի դեմ, ներկայացնելով հայ երաժշտության լադակազմության տարբերությունները եվրոպականից եւ արևելյանից։ Գուցե թե արժե անդրադառնալ Կոմիտաս Եկմալյան հարաբերությանը, որովհետև այնտեղ փոքրիկ կնճիր կա եւ այդ կնճիրը այսօր մեկ ուրիշ կերպել են մեկնաբանում, երբեմն հանձնավորելով։ Խնդիրն այն է, որ հետագայում Կոմիտասը անդրադառնալով նրա պատարակի, Եկմալյանի պատարակի մշակումներին, մասնագիտական քննադատության ենթարկեց այն։ Թեև գնահատականը եւ հոդվածի սկզբում եւ հոդվածի ավարտին շատ բարձր է այդ աշխատությանը տրված։ Իհարկե Եկմալյանը մի քիչ ուրիշ կերպ ընկալեց այս քննադատությունը մերկապարանոց քննադատություն չէր, մասնագիտական լուրջ վերլուծություններով տակտ առ տակտ ցույց էր տրված ինչի մասին է խոսքը։ Եթե նայում ենք ժամանակի հեռվից, սա ըստ էության ոչ թե երկու անձի կամ ուսուցչի ու աշակերտի միջև եղած խոսակցություններ, այլ հայ երաժշտության զարգացման պատմության երկու տարբեր փուլերի հակադրության խնդիր էր։ Այսինքն այն չափանիշներն ու պահանջները, որ Կոմիտասը ուզում էր տեսնել այդ պատարակի մեջ, դա Եկմալյանը չէր կարող ունենալ այնտեղ։ Դա ինքը պետք է իրականացներ Կոմիտասը։ Եթե Եկմալյանը այդ հարցերը լուծած լիներ պատարակի մշակման մեջ, հայ դասական երաժշտության հիմնադիր կհամարվեր Եկմալյանը, այլ ոչ Կոմիտասը։ Այսինքն խնդիրն այն էր, որ մի կողմից մենք գործ ունենք հայ կոմպոզիտորական դպրոցի կայացման ամենապայծառ դրսևորումներից մեկի հետ, իսկ մյուս կողմում արդեն հայ դասական ազգային կոմպոզիտորական երաժշտության չափանիշներն են։ Սրանք բնականաբար պետք է հակադրվեին իրար, այսինքն տարբեր փուլեր են ուղղակի ներկայացնում։ Այլ հարց է, որ պատմական զարգացման այդ երկու տարբեր փուլերի սահմանագիծը անցնում էր երկու անձի միջով, երկու ժամանակակից անձերի միջով, ուսուցչի եւ աշակերտի միջով։ Սա պատմական զարգացման խնդիրների արտացոլանքն է, այս երկու մեծերի կենսագրությամբ արտացոլված։ Կոմիտասը գտել է, որ հայ մոնոդիկ երաժշտության լեզվի բազմաձայնման մեթոդը պետք է լինի պոլիֆոնիկ մտածողությունը։ Եվ ինքը շարժվել է այս մեթոդով, բազմաձայնել է պոլիֆոնիկ ձևով։ Իսկ քանի որ Եկմալյանը ուսանել է Պետերբուրգում, նա ավելի շատ վերցրել է ռուսական հոմոֆոն հարմոնիկ երաժշտական լեզուն։ Այսինքն երբ հնչողությունը մի քիչ ավելի այսպես երևի թե ավելի դյուրին է հոմոֆոն հարմոնիկը, քան պոլիֆոնիկ մտածողությունը, որտեղ այնտեղ պատրաստված ականջ է պահանջվում։ Իսկ այստեղ 1-2-3 անգամ լսելուց արդեն ականջը սովորում է եւ դրա համար Կոմիտասի երաժշտությունը շատ բարձր է գնահատվում աշխարհում։ Հենց նրա այդ կոմպոզիտորական այդ ուղղվածության, այդ պոլիֆոնիկ մտածողության, որ ճիշտ է գտե, որ հայ մոնոդիկ երաժշտությունը պետք է ունենա այդպիսի ուղղվածություն, ասենք պոլիֆոնիկ ուղղվածություն։ Եկմալյան իր ստեղծագործությամբ նպատակաուղղված հակվել է ազգային երաժշտության ակունքներին եւ նրա ոճի ձևավորման ու բյուրեղացման համար հիմք է ծառայել ազգային երաժշտությունը։ Այնուամենայնիվ նրա ստեղծած բազմաձայնությունը
հենվում է եվրոպական երաժշտության մշակած սկզբունքների վրա։ Եղմալյանի ստեղծագործական ժառանգությունը թեպետ մեզ է հասել զգալի կորուստներով, այնուամենայնիվ ընդգրկում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ դաշնամուրային նոկտյուրն, սիմֆոնիկ նախերգանք, ռոզայի դեգերումները, կոնտատը եւ այլն։ Վերջինս գրված է ըստ Հորնի հեքիաթի, սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մեներքիչների համար։ Մակար Եղմալյանը մշակել է բազմաթիվ ժողովրդական եւ աշուղական երգեր, որոնցից հանրահայտ են Անձրև եկավ, Լուսնյակ գիշեր, Ջանգյուլում, Հովարեք Սարերջան, Աղջիկ դու սիրուն, Վարդ կոշիկս, Ազնիվ ընկեր, Գեցե զեյթուն, Ձայն մհնչեց եւ ուրիշներ։ Մեջ ժողովրդականությունը վայելում նաև Մկրտիչ Պեշիկ Թաշլյանի բանաստեղծությունների իման վրա Եղմալյանի գրած Ով դու բարեկամ, Ոչ փող զարքին, Ով հայոց աշխարհ, Թաղումն քաջորդուն, Լռեց խմբերքերը, Բաղ աղբյուրի մոտ, Սիրուհիս ռոմանսները եւ ուրիշ ստեղծագործություններ։ Եղմալյանը մշակել է նաև եկեղեցում կատարվող առանձին շարականներ, ինչպես ասենք նորահրաշ եւ աշխարհ ամենայն ստեղծագործություններն են։ Թեև Եղմալյանի աշխարհիկ երգային ժառանգությունն ընդգրկում է ժողովրդական, քաղաքային, աշուղական, թեմատիկ առումով բազմազան երգերի մշակումներ եւ իր իսկ ստեղծած մեղեդիներով երգեր ու չափազանց արժեքավոր է, այնուհանդերձ նա ամբողջ կյանքում հիմնականում հոգեվոր երգերի մշակմամբ է զբաղվել։ Այդ պատճառով իր ստեղծագործությունների մեծ մասով պատկանում է հոգևոր երաժիշտների խմբին։ Եվ իհարկե, Մակար Եղմալյան կոմպոզիտորի անունը կապված է առաջին հերթին նրա կյանքի գլխավոր գործի՝ պատարագի հետ։ Մասնագետները նշում են, որ պատարագի վերամշակության գործը ահռելի ուժ ու այնպիսի լարում է պահանջել, որ թվում է, թե մի մարդու կյանքի համար այն չափազանց ծանր է։ Միայն պատարագ Եղմալյանը չի գրել, պատարագ է գրել նաև Կոմիտասը, եւ ես պետք է ասեմ, որ իհարկե Կոմիտասի պատարագն էլ էլի հիմքը մեր եկեղեցական այդ երգերն են եղել, բայց այդ երկու կոմպոզիտորների պատարագները մեկը մյուսից խիստ տարբերվում են, չնայած նյութը նույնն է, բայց հնչողական իմաստով, որտեղ նրանք տարբեր երաժշտական լեզվով են մշակել եւ դրա համար այսօր էլ Կոմիտասի պատարագը հնչում է եւ Եղմալյանի պատարագի հետ միասին, բայց համարձակվում եմ ասել, որ Եղմալյանի պատարագը մի քիչ ավելի մատչելի է ընկալման համար, մատչելի է, ժողովուրդը ավելի հակված է դեպի Եղմալյանի պատարագը լսել, չնայած Կոմիտասի պատարագն էլ իր պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, դա ինքը արդեն ստիկեն Կոմիտաս է, որ ուրիշ բան այսպես համեմատություններ անել չես կարող։ Փաստորեն մեր մեծերն են Եղմալյանը եւ ինքը Կոմիտասը, որ ստեղծել են երկուսն էլ պատարագ, այդ պատարագը այսօր էլ հնչում է եւ ես կարծում եմ այդ պատարագը կհնչի եւ երկար ժամանակ եւ մեր հայ ժողովուրդը կհիանա այդ երկու ստեղծագործություններով։ Բազում դառնություններ կրած կոմպոզիտորը կյանքի վերջին 3 տարին կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, տառապել հիվանդությունից։ Նա դարձել է ինքնամփոփ ու հեռացել ընկերներից։ Եղմալյանը կորցրել էր հիշողությունը, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ չէր ճանաչում ոչ մտերիմներին եւ ոչ էլ անգամ հարազատներին, անսխալ տարբերում էր Չայկովսկու երաժշտությունը։ Ներսիսյան դպրոցի հոգաբարձությունը անտեսելով Եղմալյանի կատարած երկար տարիների վիթխարի աշխատանքը, ստիպված է լինում հիվանդ կոմպոզիտորին հեռացնել աշխատանքից։ Հարազատներն իսկ անխոհեմ գտնվելով եւ պատկերացում չունենալով կոմպոզիտորի վաստակի կարեւորության մասին, նրա ձեռագրերը վաճառում են քաշով, իբրև հնոտի թուղթ։
Այդ պատճառով է, որ փրկվել եւ պահպանվել են միայն այն նյութերը, որոնք նրա աշակերտների ձեռքում են գտնվել։ Մեծանուն կոմպոզիտորը վախճանվել է 1905 թվականի մարտի 6-ին, միայնակ, բոլորից լքված եւ թաղվել Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ Տասնիններորդ դարի 90-ական թվականներին հայ երաժշտական իրականության մեջ Եկմալյանի գործունեությունը նշանավորվեց խմբերքային արվեստի մասնագիտական մակարդակի բարձրացմամբ։ Նա հայ պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի ձևավորման ամենախոշոր դեմքերից է։ Երկարատև մանկավարժական գործունեության ընթացքում Եկմալյանին աշակերտել են երաժիշտներ ու երգիչներ, որոնք հետագայում նույնպես ազգային երաժշտության ռահվիրաններ պիտի դառնային։ Արմենակ Շահմուրադյանը, Շարատալյանը, Արմեն Տիգրանյանը եւ իհարկե Մեծն Կոմիտասը։ Հենց Կոմիտասն էլ, ում անունը հաճախ նույնանում է ինչպես հայկական հոգևոր, այնպես էլ ժողովրդական երգհասկացողությունների հետ, այսպես է գնահատել իր ուսուցչին։ Հարգելի երաժիշտ պարոն Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց։ Սրտանց ուրախ ենք, որ հայերս էլ կարող ենք բարձենալ, թե մենք էլ հետ չենք մնացել գեղարվեստի եւ կատարելագույն երաժշտության զարգացումից։ Պակաս պատկառելի չէ մեկ այլ հայ երախտավոր երաժիշտի խոսքը Եկմալյան ականավոր արվեստագետի մասին։ Նա ապրեց իր մեծ առաքելության նախօրեին եւ գերեզման իջավ, երբ դեռ չէր իրագործել այդ առաքելությունը։ Անմահ է Մակար Եկմալյանը, ինչպես անմահ հավիտենական է գեղեցիկը միայն։ Ռոմանոս Մելիքյան։ Անելիք բանկն առաջարկում է ցածր տոկոսադրույքով էքսպրես ուսանողական վարկեր 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև կրկնակի անգամ վարկը ստանալիս ստացեք 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից։ Կրթությունը բարեկեցության հիմքն է։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Այժմ Օրանժում ամեն ինչ մեկի շուրջն է պտտվում, որովհետև մենք ստեղծել ենք Օրանժ 1-ը, որ դու միանաս Օրանժի 600,000 բաժանորդներին եւ շփվես նրանց հետ չմտածելով սակագնի մասին։ Միացիր Օրանժ 1 հատուկ սակագնային պլանին, խոսիր, գրիր SMS-ներ Օրանժի բաժանորդներին եւ շփվիր սոցիալական ցանցերում 1 դրամ բացառիկ սակագնով։ Անհոգ շփվելը փոխվում է Օրանժի հետ, օրը փոխվում է Օրանժի հետ։ Դրամական փոխանցումների նոր ծառայություն Reximbank Gazprom բանկի խմբի կողմից։ Տեմպո։ Ստացեք ձեր դրամական փոխանցումներն առանց բանկ այցելելու ընդամենը 1 զանգով անվճար տրամադրվող Visa Electron կամ Maestro քարտերի միջոցով։ Ուշադրություն։ Դրամական փոխանցումները Տեմպոյի միջոցով ստանալով կարող եք ստանալ նաև վարկային գիծ անկախ փոխանցման հաճախականությունից եւ փոխանցվող գումարի չափից։ Մանրամասների համար զանգահար